Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Արարատյան հայրապետական թեմի շողակն Արարատյան հաղորդումն է։ Բարև ձեզ։ Այսօր զրուցելու ենք հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման պատգամավորական 3-րդ ժողովի մասին։ Եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել 55 37 02 հեռախոսահամարով, իսկ մինչ այդ թեմական լուրեր։ Հունիսի 30-ին Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեցին Արարատյան հայրապետական թեմի Մասիսի Սուրբ Գևորգ եւ Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցիների 4 սրբապատկերները եւ խաչվառը։ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների սրբապատկերները եկեղեցում նվիրաբերել է Գագիկ Ադիբեկյանը, Քրիստոսի խաչելության եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբապատկերները Գալուստ Գալստյանը։ Խաչվառը պատրաստվել է Սուրբ Գևորգ եկեղեցու համայնքի ջանքերով։ Հունիսի 30-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցու մանկունք երգչախումբը գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գրիգորյան, խմբավար Նարինե Հայրապետյան հանդես եկավ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով։ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կոճոյանի գլխավորությամբ համերգն սկսվեց տերունական աղոթքով։ Փոքրիկ երգիչները ներկայացրին հոգևոր ու աշխարհիկ երգեր։ Հունիսի 30-ին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն ստացան Արարատի մարզի զին հաշմանդամները, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի։ Սրբազան հոր նախագահությամբ հաշմանդամների համար եկեղեցում կատարվեց բժշկության կարգ։ Դրամական աջակցություն ստացավ ընդհանուր թվով 45 զին հաշմանդամ։ Արարողության ավարտին Սրբազան հոր առաջնորդությամբ ծաղիկներ դրվեցին Արցախյան ազատամարտի զոհերի հուշաքարի մոտ։ Ապա Բաքում ելույթ ունեցան եկեղեցու երգչախումբը եւ Տարոնցիներ երգի բարի ազգագրական խումբը։ Համերգն անցկացվեց «Փորձությունները կոփում են մեզ» դարձնելով անպարտելի խորագրի ներքո, որը նաեւ այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպված քայլերթի կարգախոսն էր։ Միջոցառումից հետո թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը եւ համայնքների հոգեվոր հովիվներն այցելեցին այն զին հաշմանդամներին, ովքեր սահմանափակ կարողություններ ունենալու պատճառով չէին կարողացել գալ եկեղեցի։ Հուլիսի 3-ին Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցում «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական օգնություն բաշխվեց Արարատի մարզի 3-րդ խմբի 43 զին հաշմանդամների։ Եկեղեցում Արարատի մարզի քահանաների մասնակցությամբ հաշմանդամ զինվորների համար կատարվեց բժշկության կարգ։ Ապա Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը ներկաներին փոխանցեց Տեր Նավասարդ սրբազանի հայրական օրհնություններն ու ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը։ «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի 3-րդ դրամաբաշխության փուլը շարունակվում է։ Եվ մեր վերջին լուրը բարեկամներ հուլիսի 4-ին Մարիաթոր Սուրբ Էջմիածնում հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման պատգամավորական 3-րդ ժողովին կենտրոնական խորհրդի ատենապետ ընտրվեց Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների ատենապետ Վահան Մարտյանը։ Այսքանն էին թեմական ուշագրավ նորությունները։ Աուդիոբուկեը աշխարհի ամենամեծ հայերեն աուդիոգրադարան կայք, որտեղ քո երեխաները կարող են լսել քո կարդացած գրքերը։ Վարդանանք, Մխիթար Սպարապետ, Ռանչպարների կանչը, Անլռելի զանգակատուն, Նարեկացի Մատյան ողբերգության, Սասնա Ծառերեպոս, Սիամանթո, Վահան Տերյան, Հովանես Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նոր Կտակարան, 3W, Աուդիոբուկեը, գրքերը խոսում են։
Բարեկամներ, ինչպես քիչ առաջ նշեցինք, այսօր զրուցելու ենք Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման падգամավորական 3-րդ ժողովի մասին։ Հյուրընկալել ենք Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման փոխատենապետ Գոռ Հախվերդյանին։ Բարև ձեզ, Գոռ։ Ողջույն։ Մինչ զրույցին անցնելը հիշեցնեմ մեր հեռախոսահամարը 55 3702։ Գոռ, թերևս սկսենք սկզբից։ Ինչ կառույց է սա եւ որքան ժամանակ է այն գործում։ Սիրով Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միությունը գործում է թերևս 2008 թվականից։ Երիտասարդական կազմակերպությունը առաջարկը եղել է ստեղծման առաջարկը եղել է Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Վեհապար հայրապետը ցանկանալով կարևորություն տալ երիտասարդների դերին եկեղեցու ներսում առաջին անգամ падգամավորական ժողով է հրավիրել բոլոր աշխարհասփյուր հայ եկեղեցասեր երիտասարդների 2008 թվականին Հայաստանում, այնուհետև երկրորդ падգամավորական ժողովը գումարվել է 2011 թվականին եւ երրորդ падգամավորական ժողովը գումարվեց այս տարի հուլիս 1-ից 5-ը։ Այս պահին վեհապար հայրապետը հյուրընկալել է մեր բոլոր падգամավորներին, որպեսզի փակման արարողությունը կատարվի եւ անմիջական զրույց, անմիջական շփման միջոցով ծանոթանա բոլոր թեմերում, բոլոր համայնքներում կատարվող աշխատանքներին, ինչպես նաև խնդիրներին։ Ես սիրով կմիանամ քիչ անց իմ բոլոր ընկերներին, իսկ այս պահին սիրով ողջունում եմ բոլորիդ։ Անցած տարի 2014 թվականին ուզում եմ շեշտել, որ կատարվեց համաժողով, ներկայացական ժողով, որտեղ հիմնականում քննարկվում էին այս տարվա падգամավորական 3-րդ ժողովի կազմակերպչական աշխատանքները, ներկային գրեթե բոլոր թեմերի երիտասարդական կազմակերպության պատվիրակներ, ներկայացուցիչներ եւ բավականին արդյունավետ եղավ ժողովը եւ հատկապես կազմակերպչական առումով արդյունավետ այս տարվա падգամավորական 3-րդ ժողովի, որի արդյունքը դեռևս կփաստեն բոլոր իմ ընկեր պատվիրակները, որ կառուցողական էր։ Այս տարի իրապես մեծ կառուցողական աշխատանքներ կատարվեց ՀՀՄ աշխատանքային գործունեության համար։ Ես ինքս ներկայացնում եմ Ֆրանսիայի թեմը։ Ես համարվում եմ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ միության համահիմնադիրներից մեկը, որ ստեղծվել է 2009 թվականին, եւ որպես Սփյուռքի թեմ ներկայացնող պատվիրակ պարզապես կուզենայի շնորհակալությունս հայտնել Տեր Գերաշնորհ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանին իր բոլոր ջանքերի, բոլոր աշխատանքների, այն ամենի համար, որ Գերաշնորհ Սրբազանը մեզ հետ է այսօր, այս պահին 4 օրերի ժողովրդական կյանքի ներսում, եւ շնորհակալությունս կուզենայի հայտնել նաեւ բոլոր պատվիրակներին, որոնք ոչ մի վարքյան չտատանվելով, թողնելով իրենց գործը, իրենց խնդիրները այսօր մեզ հետ են, հանուն եկեղեցու, հանուն հայ առաքելական եկեղեցու եկեղեցասեր երիտասարդաց։ Գոռ, որքանով է կարևորում այս կառույցի գործունեությունը եւ ինչ հնարավորություններ է ստեղծում այն։ Այսպես, այս կառույցի գործունեությունը շատ կարևոր է, հատկապես Սփյուռքի թեմական, ինչպես նաև Հայաստանի բոլոր թեմերի եւ նաև Արցախի թեմի եկեղեցասեր երիտասարդության համար։ Այս կառույցը պիտի համարվի ամբողջ աշխարհի, Հայաստանի եւ Արցախի բոլոր եկեղեցասեր երիտասարդաց միության համախմբողը, որը շատ մեծ կարևորագույն պատասխանատվություն է համարվում եւ այդ իսկ պատճառով ինչպես նշեցի քիչ առաջ խոսքիս մեջ բավականին մեծ ուրախությամբ պիտի հեռանանք յուրաքանչյուրս մեր թեմերի մեջ բավականին մեծ խանդավառությամբ շարունակենք մեր աշխատանքները, քանի որ այս ժողովը ունեցավ
կառուցողական, իրապես կառուցողական նշանակություն։ Ինչու եմ ասում կառուցողական, որովհետև 2008 թվականից ի վեր, երբ գործում է ՀՀՄ, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միությունը, տակավին չենք ունեցել կենտրոնական խորհուրդ, ունեցել ենք միայն կենտրոնական գրասենյակ, որը չի կարող նույն աշխատանքները իրականացնել, ինչ որ կիրականացվի խորհրդի կամ նաև այս տարի ավելին ասեմ, մեծ հաջողությամբ ունեցանք վերահսկիչ հանձնախումբ, որը շատ կարևոր դեր պիտի ունենա բոլոր աշխատանքների վերահսկման համար։ Քիչ անց ավելի մանրամասն կներկայացնենք օրակարգում քննարկված եւ կատարված աշխատանքները։ Գործերևս մինչ օրակարգին անցնելը հիշեցնենք եւս մեկ անգամ, քանի տարին մեկ է անցկացվում падգամավորական ժողովները հայ եկեղեցու այս կառույցից ներս։ Այսպես, падգամավորական ժողովները անցկացվում են 2 տարին մեկ։ Այսինքն 2 տարին մեկ կգումարվի падգամավորական ժողովը, բայց ինչպես նշեցի անցած տարի ունեցանք ներկայացուցչական ժողով եւ կցանկանայի շեշտել իմ շնորհակալության ու երախտիկի խոսքը հայտնել Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներին, իրենց հյուրընկալության, իրենց ջերմությունը համայն Սփյուռքի պատվիրակներին, ներկայացուցիչներին ցուցաբերելու համար, հանդինս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնոր Տեր Նավասարդ arczepiskopos Քճոյանին։ Իրապես կարևոր նշանակություններ, ինչ եմ շեշտում ներկայացուցչական ժողովը, ըստ օրացույցի պիտի գումարվի падգամավորական ժողով ամեն 2 տարին մեկ, բայց հնարավոր է նաև կենտրոնական խորհրդի ցանկությամբ լինի ներկայացուցչական ժողով որոշ աշխատանքներ իրականացնելու, կազմակերպելու եւ այլ հարցերի համար։ Անցնենք թերևս միանգամից օրակարգին եւ մինչ օրակարգի կետերին անդրադառնալը խոսենք նաեւ այն մասին, թե ինչին էր նվիրված այս падգամավորական ժողովը, եթե չեմ սխալվում, այն ուներ հատուկ խորագիր։ Սիրով Հասմիկ ջան, այս ժողովը նվիրված էր Եղեռնու 100-ամյակին, այս ցեղասպանության 100-ամյակին, 100-ամյա տարեդարձին, ինչպես գիտենք, այս տարի 100-ամյա տարեդարձի կապակցությամբ բոլոր թեմերի ներսում կատարվեցին բազմաթիվ աշխատանքներ, բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին, ու այդ թվում կուզենայի մեծ խանդավառությամբ նշել հատկապես Սփյուռքի ներսում եկեղեցու շուրջ հավաքված երիտասարդների ակտիվ ներդրումը, ակտիվ մասնակցությունը այս 100-ամյա տարեդարձի միջոցառումների ժամանակ։ Նորից կվերադառնամ դեպի իմ թեմ, քանի որ գիտեմ, որ Արարատյան թեմը Հայաստանում հետևում ենք, ճիշտ է, քույր թեմ չենք Ֆրանսիայի հետ, բայց սիրով հետևում ենք, որ պիսի վերցնենք իրենց փորձը, համարելով որպես ավելի փորձառու թեմ, բայց Ֆրանսիայի թեմը այս տարի Փարիզում, Գրոնոբլ եւ Ստրասբուրգ քաղաքներում իշնորհիվ հոգեվոր հովիվների կազմակերպեցին երթեր, մոմավառություններ, որը Ֆրանսիայի թեմական պատմության մեջ առաջին անգամ էր։ Իսկ առաջին անգամ կատարել ինչ որ շարժ, ինչ որ միջոցառում, դա արդեն կարծում եմ, որ բավականին ողջունելի է եւ պիտի ամեն կերպ ավելի խրախուսենք երիտասարդներին, որպեսզի ավելի շարունակական բնույթ կրի այդ միջոցառումները։ Գոր, այս ծրագրերը շարունակական են հայոց ցեղասպանությանը նվիրված, գիտեմ, որ այն շատ կարևոր է հատկապես Սփյուռքում գտնվող մեր երիտասարդներին եւ թերևս համար առաջին եկեղեցուց բացի միավորիչ գործունեությունն է կատարում այս խնդրին անդրադառնալը։ Այո, միանշանակ նորից կանդրադառնամ Սփյուռքին, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում հայ եկեղեցու դերը ընդհանրական բնույթով նույնն է, բայց Սփյուռքի մեջ կա մի ուրիշ կարևոր առանձնահատկություն եւ շատ ավելի կարևոր դեր ունի եկեղեցին ազգային հայապաշտպանության եւ ազգապաշտպանության խնդրի մեջ։ Այսօր Սփյուռքում հայապաշտպանությունը ու ազգայնությունը պահելու միակ միջոցը դա եկեղեցու շուրջ համախմբումն է, այսինքն համայնքները, թեմերը բոլորը համախմբված են, կառուցված են հիմնվելով եկեղեցու
եկեղեցու վրա, եկեղեցու շուրջ եւ միանշանակ Փարիզում այս տարի նվիրված 100-ամյա տարեդարձին կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ, որտեղ օրինակ ունեցանք հայ երիտասարդ գիտնականներ, պատմաբաններ, որոնք իրենց կոնֆերանսների գիտաժողովների միջոցով լուսաբանեցին որոշ փաստեր հենց ֆրանսիացի երիտասարդների կամ այլ օտարազգի երիտասարդների, որոնք Ֆրանսիայում են ապրում իրենց շրջապատում, եւ դա նույնպես շատ կարեւոր է օգտագործել մեր ներուժը, ինտելեկտուալ ներուժը, քանի որ մենք ենք վաղվա սերունդը, պիտի մենք ինքներս կարողանանք արդեն աշխատել ու փոխանցել մեր միջոցով փորձել ճանաչողականությունը վերել այս ցեղասպանության հարցում Եվ այսպես Գոր ինչ հարցեր շոշափվեցին օրակարգում, ինչ խնդիրներ եւ ինչ անելիքներ ունենք Օրակարգում ամենակարևորագույն կետը այս տարի դա ՀՀ ուղեցույցի քննարկման եւ հաստատման հարցներ։ Քանի որ ՀՀ-ը, ինչպես նշեցի, 2008 թվականից գործում է, եղել են որոշակի առաջարկներ կանոնադրության կամ օրակարգի կամ ուղեցույցի, սակայն ինչ եմ ասում կամ որովհետեւ հստակեցված տարբերակ ու հաստատված տարբերակ չունենք եւ եւս մեկ անգամ մեծ ուրախությամբ պիտի նշեմ որ վերջապես այս տարի ունեցանք ուղեցույցի առաջարկ եւ քննարկվեցին բոլոր թեմերի պատվիրակների падգամավորների ակտիվ մասնակցությամբ այդ բոլոր առաջարկները կետ առ կետ քննարկվեցին եւ ընդհանուր համաձայնությամբ նախահաստատվեց ուղեցույցը, ՀՀ ուղեցույցը, որը պիտի ծառայի բոլոր թեմերի ներսում օրինակ պիտի ծառայի իրենց այն թեմերի հատկապես, որոնք չունեն կանոնադրություն, չունեն գործող թեմական կառույցներ, որովհետև քիչ են Հայաստանում միգուցե ավելի շատ, բայց Սփյուռքում այսօր շատ քիչ են հարավային եւ հյուսային Ամերիկան, որ ունի կանոնադրություն եւ գործող կառույց, բայց Եվրոպայի մեջ ես ճանաչելով Եվրոպան կամ Ռուսաստանը կամ Ամերիկան կասեմ, որ Եվրոպայում ցավոք սրտի մինչ այժմ չունենք թեմական եկեղեցական խորհուրդներ, կառույցներ։ Ու այս ուղեցույցը թերևս ձեզ էլ օգտակար կլինի, որ կարողանաք դուք ինքներդ կանոնադրություն ունենալ եւ համախմբել երիտասարդների անպայման, հատկապես ինչու ուղեցույցը, որովհետեւ ուղեցույցը ինքը լավագույն պարզեցված տարբերակն է, որը կարող է ծառայել բոլոր եվրոպական թեմերի ներսում իրենց աշխատանքները սկսելու համար։ Ֆրանսիան դեռևս պիտի ասեմ, որ առաջին անգամ եկեղեցասեր երիտասարդաց միություն ունեցել է 2009 թվականին, որը Փարիզի Սուրբ Հովհաննես այժմ Սուրբ Հովհաննես Մկրտիչ երիտասարդաց միությունն է, որի անդամ եմ համարվում նաև ես եւ համահիմնադիրներից մեկը։ Առաջի գործող եկեղեցասեր միություններ, բայց այսօր մեծ ուրախությամբ պիտի նշեմ, որ ունենք Մարսելում գործող եկեղեցասեր փոքր միություն, բայց մեծ հույսով որ պիտի ավելի մեծանանք, բազմաթիվ ավելի թվով շատանանք եւ ավելի կատարելագործված աշխատանքներ կատարենք, ունենք Գրոնոբլ եւ Ստրասբուրգ քաղաքներում, որը բավականին ողջունելի է, ի շնորհիվ նորից կցանկանայի խորին երախտագիտությունս ու շնորհակալությունս հայտնել բոլոր հոգեվոր հովիվներին, որոնք ծառայում են համայնքի ներսում, որոնք օր ու գիշեր քրտնաջան ծառայության շնորհիվ, իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ ոչ մի ջանք չեն խնայում, որպեսզի ամեն հայ երիտասարդ բերեն դեպի եկեղեցին, քանի որ Եվրոպային մեջ կարծեմ բոլորին պիտի հայտնի լինի, բավականին տարբեր են բարքերը, իսկ եկեղեցի բերել երիտասարդին դա շատ նուրբ եւ կարեւոր հարց է, այսինքն պիտի մշակվեն շատ նուրբ աշխատանքային մեթոդներ, որ կարողանանք եկեղեցուն բերել երիտասարդին բերել դեպի եկեղեցին, հետո որոնք կդառնան մեր ապագա եկեղեցասեր եւ բարի նախանձախնդրությամբ աշխատող երիտասարդներ եկեղեցու շուրջ։ Գոր, ինչ ծրագրեր առաջարկվեցին այս падգամավորական ժողովի ընթացքում։
Սիրով բացի ուղեցույցի նախահաստատումից, որը մեծ հավանականությամբ պիտի հաստատենք մինչև մեր թեմեր վերադառնալը, հատկապես կենտրոնական խորհրդի կողմից պիտի հաստատվի ուղեցույցը դեռևս այսօր կամ վաղը պիտի ժողով գումարվի, որպեսզի հաստատենք վերջնական տարբերակը։ Շատ կարևոր քննարկումներ եղան միջթեմական աշխատանքների, նաև խնդիրների շուրջ, քանի որ յուրաքանչյուր թեմ Սփյուռքում, Եվրոպայում, Ամերիկայում կամ Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանի տարբեր թեմեր կամ Արցախում ունի իր սպეციფიկ յուրահատուկ խնդիրները։ Մեկի խնդիրն ուրիշ է, մյուսին ուրիշ է, եւ շատ կարեւոր էր այս անգամ բաժանվեցին խմբերի, աշխատանքային խմբերի բոլոր պատվիրակները, այսինքն եթե կար 3 պատվիրակ մեկ թեմից, օրինակ Ֆրանսիայից մենք ներկայացել ենք 3 պատգամավորով, 3-ս մեկ աշխատանքային խմբի մեջ չէինք։ Հովնան Սրբազանի առաջարկությամբ ունեցանք 4 աշխատանքային խմբեր եւ նույն թեմի տարբեր ներկայացուցիչներ գտնվելով բաժանվեցին տարբեր խմբերի մեջ եւ իսկապես մեկի փորձը կարող էր լրացնել մյուսի փորձի հետ, ինչը եւ հատկապես ինչն էր հետաքրքիր, որ վերջում ունեցան քննարկումներ, ընդհանուր քննարկումներ բոլոր խնդիրների շուրջ եւ ունեցանք նաեւ շատ լավ առաջարկներ, որոնք պիտի իհարկե մեր աշխատանքի շնորհիվ իրագործվի, բացի միջթեմական խնդիրների ու աշխատանքներից նաեւ կուզենայի շեշտադրումը դնել ՀՀ կենտրոնական խորհրդի ստեղծման Այո, շատ կարևոր մի խորհուրդ։ Շատ կարևոր մի կետ, որը դեռևս անկեղծ ասած մինչև գալիս ես անցած տարի ներկայացական ժողովի ժամանակ ունեցանք մի փոքրիկ հանձնախումբ, մի փոքրիկ խորհուրդ, որը համարվեց կենտրոնական խորհուրդ, զուտ կազմակերպչական աշխատանքները կատարելու այս տարվա պատգամավորական 3-րդ ժողովի համար եւ ես ինքս համարվում եմ այդ փոքրիկ ժամանակավոր կենտրոնական խորհրդի անդամ վերջին 1 տարվա ընթացքում եւ ամեն շաբաթ մենք ունենում ենք աշխատանքային ժողովներ շատերի մոտ միգուցե հարց առաջանա ինչպես Skype ժողովներ Գերաշնորհ Սրբազանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ես Եվրոպայից, Հայաստանի կենտրոնական գրասենյակի տնօրենը Գևորգ Մկրտչյանը Հայաստանից եւ մյուս 2 անդամները խորհրդի Հայաստանից եւ Ռուսաստանից։ Իսկ հիմա ունենք մի խորհուրդ, որը կազմված է 21 անդամից։ Դա արդեն կարծում եմ բավականին շատ կարևոր մի առաջընթաց էր հայեմ կյանքում ու հատկապես առաջարկը պատգամավորների եղավ ցանկացած թեմ առաջարկեց իր պատվիրակին, իր ներկայացուցիչին, կային թեմեր, որոնք առաջարկեցին 2 ներկայացուցիչ, իհարկե ընտրության կարգով եղան ընտրություններ եւ ընտրության արդյունքում կազմավորվեց 21 հոգանոց, 21 անդամ ունեցող կենտրոնական խորհուրդը, որը ներգրավեց գրեթե բոլոր թեմերը։ Եվրոպայից 4 անդամ, Հայաստանից, եթե չեմ սխալվում, 4 անդամ, Ռուսաստանից 2 անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգներից 2 անդամ, այսինքն չեղան թեմեր, որոնք անտեսվեցին եւ կարևոր ռազմավարական նշանակություն ուներ այդ բոլոր թեմերի տարածաշրջանային հատկությունը հաշվի առնելով միանշանակ, որովհետև Եվրոպան պիտի ունենար, քանի որ բավական մեծ է իր պատվիրակները, իր անդամները կենտրոնական խորհրդի մեջ, որպեսզի հետագայում համաեվրոպական աշխատանքների համար ավելի հեշտ լիներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների իրեն 2-3 պատգամավորները, որպեսզի ավելի հեշտ տեղային լոկալ աշխատանքների համար ավելի հեշտ լիներ Ռուսաստանը եւ նաեւ Հայաստանը։ Եվ նաեւ անսպասելիորեն այնքան արագ են աշխատանքներն այս անգամ այնպես կազմակերպված ու այնքան արդյունավետ էին, որ կարողացանք նույնիսկ ընտրել կենտրոնական խորհրդի պատասխանատու մարմիններ, որը նույնպես շատ կարևոր էր եւ եւս մեկ անգամ կուզենայի շնորհակալությունս հայտնել Գերաշնորհ Սրբազան Հովնան arczepiskopos Տերտերյանին
որ գիշեր ցերեկ գիշերը միանշանակ չենք աշխատում, բայց հուսամ համոզված եմ, որ Սրբազանը գիշերն անգամ չէր գնում մտածելու հաջորդ օրվա ժողովի հարցերի շուրջ միանշանակ, որովհետև ամեն ինչ այնքան սլացիկ անցավ, հաջողվեց ընտրել կենտրոնական խորհրդի պատասխանատու մարմիններ, հանձինս ատենապետի, կենտրոնական խորհրդի ատենապետի, որը ողջունելի էր բոլորի կողմից միաձայն քվեարկել այդ անձի համար, որը մեր սիրելի Վահանն է Մարտյան, բավականին փորձ ունեցող Արարատյան հայրապետական թեմի ատենապետ, չեմ կարող վստահել, Հասմիկ Երգովնի քանի տարիներ, կարծեմ երկար տարիներ փորձ ունի Վահանը, որին անձամբ ես ճանաչում եմ ու շատ ուրախ եմ ունենալու Մարտյան Վահանի պես ատենապետ, որը ինքը առաջարկեց 3 փոխատենապետներ, որպեսզի համալրեն որ օգնեն իրեն աշխատանքների հարցում, ընտրվեց 1 փոխատենապետ Եվրոպայից, եվրոպական տարածաշրջանի համար, որը համեստությամբ կասեմ, ես ինքս եմ։ Շնորհավորում ենք։ Շնորհակալություն Հասմիկ ջան։ Ընտրվեց 1 փոխատենապետ Ռուսաստանի Դաշնությունից եւ 1 փոխատենապետ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվս մեկ անգամ շեշտում եմ, հաշվի առնելով զուտ տարածքային խնդիրը, քանի որ շատ կարեւոր է կան համայնքներ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համայնքները, որոնք բավականին մեծ են ծավալով եւ չեն կարող համակարգվել 1 ատենապետի կողմից, Վահանի կողմից, արդեն իսկ Հայաստանի բոլոր թեմերը պիտի աշխատեն իրեն հետ։ Եվ նաեւ առաջարկ եղավ ընտրել ատենադպիժներ եւ հիացած եմ ու մեծ ուրախությամբ կասեմ, որ հաջողվեց մեզ ունենալ եւս մեկ անգամ այդ ներուժը, հիանալի ատենադպիներ հայերեն եւ անգլերեն, շեշտում եմ անգլերեն, որովհետեւ Սփյուռքի համար միանշանակ շատ կարեւոր էր ունենալ ատենադպիր, որը կարձանագրի բոլոր աշխատանքները անգլերենով, որովհետև դժբախտաբար ունենք բոլորը գիտեն, որ Սփյուռքի մեջ ունենք լեզվի խնդիր եւ անգլերենով ունենալ արձանագրություններ, աշխատանքային հաշվետվություններ շատ կարեւոր է։ Գոր, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ձեր պաշտոնում ընտրվելու համար, նաեւ մաղթում եմ, որպեսզի ձեր ողջավորությունը երբեք չմարի եւ այս 2 տարիների ընթացքում մինչեւ հաջորդ падգամավորական ժողովը ունենաք բեղում աշխատանքային հաջողություններ եւ արձանագրվել միայն հաջողություններ ու Սփյուռքին եւ Հայաստանի երիտասարդությանը համախմբող ծրագրեր։ Մինչ ավարտելը կխնդրեմ ձեր բարեմաղթանքը մեր ունկնդիրներին։ Շատ սիրով, նախ ես ինքս շնորհակալ եմ ձեզ այս հյուրընկալության համար, շատ ջերմ հյուրընկալության եւ հրավերի համար հանրային ռադիո եւ կուզենայի մեկ կոչ անել մեր ունկնդրին, չպիտի մոռանանք, որ մեր հայ առաքելական եկեղեցին առհասարակ ինքը ունի շատ կարևոր դեր եւ դրանով էլ տարբերվում է ամբողջ աշխարհի մյուս եկեղեցիներից, դա ազգային կարևոր դերն է։ Պիտի յուրաքանչյուր երիտասարդ գիտակցի, որ հայ եկեղեցին նաև ունի ազգապահպանության կարևոր նշանակություն։ Եվ կուզենայի շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ այն բոլոր հոգեվորականներին, որոնք եղել են մեր կողքին։ Հոգեվորականներ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին, Տեր Երեմիա Աբեղա Աբգարյանին, Տեր Թովմա Աբեղա Խաչատրյանին, Տեր Պարուր վարդապետ Շերնելյանին, Տեր Ավետիս Քահանա Աբովյանին եւ իհարկե գերաշնոր Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանին, կենտրոնական գրասենյակի ամբողջ անձնակազմին, հանձինս տնօրեն Գևորգ Մկրտչյանի եւ վերջապես համեստ որդիաբար շնորհակալություններս եւ օրհնությունս կխնդրեի մեր հետագա հատկապես հետագա աշխատանքների համար մեր ամենայն հայոց հայրապետ վեհապար Տեր Գարեգին II-ի։ Դե ինչ բարեկամներ, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, հանրային ռադիոյի ուղիղ եթերում Արարատյան հայրապետական թեմի Շողակն Արարատյան հաղորդումներ, ցտեսություն եւ ամենայն բարիք։